Առավոտվանից ռուսական կողմից հայտարարություններ են հնչում, նաև մեղադրական հայտարարություններ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, որն ամեն ինչ անում է Հայաստանը դեպի ԵՄ տանելու, ինչպես նաև գիտեք, մի քանի արդեն ապրանքներ կասեցվել է ուղղությամբ, ես մեջբերում եմ, սա թե Մեդվեդևն է ասել, թե Լավրովը, Զախարովան էլ է հայտարարությամբ հանդես եկել ու հերքում են, որ Ռուսաստանին մեղադրում են հիբրիդային պատերազմի մեջ, որոնք ըստ արևմտյան լրատվամիջոցների հիմա Ռուսաստանը կատարում է։ Ինչպես կմեկնաբանեք սրանք։ Թող իրանք մեզ հետ կապված ուշադրություն այդքան չկենտրոնացնեն, այդքան չկա, պարոն Սիմոնյան, ընդհանրապես անհանգստություն չկա կապված այն մթերքների, գյուղմթերքների քանակի հետ, որոնք արդեն արգելվել է։ Հիմա հայտնեցին, որ ջերմուկին հաջորդեց ոչ ալկոհոլային խմիչքները, այսինքն տնտեսական խնդրի առաջ ենք կանգնելու այս սանկցիաները ըստ էության, եթե կիրառվում է մեր նկատ։ Ոչ, Հայաստանի տնտեսությունն է։ Պնդում եք, որ Չեմ պնդում, ես հարցնում եմ ձեզ մեկնաբանություն ստանալու համար։ Դուք պնդում եք։ Ես վստահեցնում եմ, այսօր ԵՄ չի կանգնի տնտեսական խնդիրների առաջ։ Հայաստանի տնտեսության Չեք ձևակերպում, ձևակերպեք ձեր հարցը, ձևակերպեք։ Երբ հիմա ռուսական կողմից Դուք պնդումներ եք անում, ոչ թե հարց եք տալի, հարց ձևակերպեք։ ձևակերպում եմ։ Ռուսական կողմը հայտարարում է, որ Հայաստանում որոշ ապրանքները անորակ են, արգելքներ է սահմանում ծաղկի նկատմամբ, ջերմուկի նկատմամբ, ալկոհոլային խմիչքների նկատմամբ, խնդիր, անհանգստություն չկա, որ հայ տնտեսվարողը կարող է կանգնել խնդրի առաջ, որպես այս արգելքների հետ կապված, ու ինչ քայլեր է ձեռնարկում, եթե օրինակ ալկոհոլը չթողնեն Ռուսաստանում վաճառել։ Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը Կալուգացի Սամոն, որը որ մեծ ստախոս է եւ մնացած ստախոսները այդ եռագլուխից պետքա դադարեն Ռուսաստանին խրախուսել, հրահրել եւ կոչ անել Հայաստանի դեմ սանկցիա կիրառել եւ նման ձևով քաղաքական ազդեցություն ունենալ կամ իրանց օգնել։ Դիմեք Կալուգացի Սամոյին, Քոչարյան Ռոբին, Ծառուկյան Գագիկին, դիմեք իրանց, հարցրեք, ասեք, արդյոք ձեզ լավ է, որ ամեն օր հայտնվում է տեսանյութ, որտեղ ձեր աջակիցները մեղադրվում են փող բաժանելու մեջ եւ դրա հետ զուգահեռ դուք Ռոբերտ Քոչարյան, Կալուգացի Սուտասան, Սամվել եւ Ծառուկյան ասում եք, որ Ռուսաստանը հեսայեսկանի դրանով հրահրում եք։ Մի հատ խնդրում եմ իրանց հարցրեք դա։ Սա է իմ տնտեսվարողների խնդրից եմ ես հարցնում։ Դուք քանի հայ տնտեսվարողի հետ եք երեք եւ այսօր հանդիպել։ Հիմա կարող եմ զանգել, խոսել, կարող եք զանգել, հարցնել ջերմոցատերերին, ծաղկի գործանողներին, ովքեր իսկապես հայտնում են այդ մտահոգությունները, որ պետքա թափեն իրենց ապրանքը։ Տալիս։ Քանի հոգու հետ եք խոսացել։ Չէ, մի րոպե, դուք կարող եմ զանգել, խոսել, իրենց խնդիրը ներկա։ Պարոն Սիմոնյան, ինձ չեք լսում, խնդիրը այստեղ տնտեսվարողների խնդիրն է։ Հարց եմ տալի, մի րոպե, հարց եմ տալի։ Դուք ինձ հարց եք տալի, ասում եք սենց բան կա։ Ասում եմ, ասում եք կարող եմ զանգել, կզանգեք, խոսեք, ես բոլոր միտինգների մասնակցում։ Իմ նյութերին էլ կարող եք խոսեք։ Պարոն Սիմոնյան, բայց դուք այդ հայտարարությունները չեք կարդացել, Ռուսաստանից եկող գործընկերս մեջ բերեց, թե ովքեր են անդրադարձել, դուք հիմա կարծես թե փորձում եք լրագրողին թիրախավորել, բայց կոնկրետ մարդկանց կողմից հնչել են այդ հայտարարությունները։ Լրագրողին չեմ թիրախավորում, լրագրողը ասում է հիմա անձրև է գալիս, դուք չեք պատրաստվում պաշտպանվել։ Ես ասում եմ, բայց ինչ եք պնդում, որ անձրև է գալիս։ Դա թիրախավորել է, կներես, բայց ես չեմ պատրաստվում, ով որ մի մարդը ինձ մոտենում է եւ միկրոֆոնը դեմ տալիս, ինքը ինչ իրականություն ասի, ես ասեմ, այո, դա տենց է եւ այլն։ Դուք ասում եք փոխանցում եմ, ես ձեզ հարց եմ տալի, քանի տնտեսվարողի հետ եք խոսացել։ Դուք ինձ ասում եք կարող եմ հիմա զանգել։ Հիմա ես տեղ եմ, հիմա կարող եք զանգել։ Հիմա ես տեղ եմ, հիմա գնացեք զանգեք կգաք ստեղը։ Ասեք լսում եմ։ Գնացեք զանգեք, եկեք, երրորդ անգամ եմ ասում։ Կարող եք զանգել։ Հիմա խնդիրը իմ զանգելն է։ Այո, որովհետև դուք կեղծ բաներ եք ասում։ Գնացեք, բա զանգ, չբախի չեք զանգել։ Գնացեք զանգեք, եկեք։ Հիմա որևիցե ծաղկի, գնացեք զանգեք, եկեք ստեղը։
Սիմոնյան, դուք օրերս նաև տարածում էիք այն տեղեկատվությունը, թե իբրև Նարեկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունի եւ դա թաքցրել է, այդ տեղեկատվությունը հերքվեց, բայց դուք որևէ կերպ օրինակ ներողություն չխնդրեցիք, որ սուտ տեղեկատվություն եք տարածում կամ մեղադրում եք մարդկանց։ Դուք սուտ եք խոսում, դուք սուտասան եք, որովհետև ես տեղադրել եմ, դե արի հերթով գնանք ու դու այդտեղ պարտվելու ես, հարգելիս, դուք սուտասան եք, որովհետև ես տեղադրել եմ փաստաթուղթ, որը եղել է համացանցում եւ հարցրել եմ արդյոք դա տենց է, ինչպես նաեւ այսօր չէ, այդ օրը քրեական գործ է վարույթ է հարուցվել դրա մասին հայտարարություն արվել եւ այդ վարույթը բան չէ, ավարտված չի։ Եթե ես ինչ որ պնդում անեմ, որ իրականությանը չհամապատասխանի, ես բնական է կքննարկեմ այդ հարցը, բայց այն պահից սկսած, երբ որ դուք կսկսեք իրականությունից խոսել, այն ժամանակ ես ձեր հարցին կպատասխանեմ։ Հիմա նայ, դու ասում ես երկու բան, ասում ես դուք հրապարակել եք բան, ես հարց եմ տվել, ասել եմ արդյոք նման բան կա։ Հիմա քննչական բանը մարմինը բան ասկսել, գործ ասկսել, բայց ես առիթից օգտվելով կարող եմ հիմա մի հատ էլ բան ցույց տամ, մի հատ էլ փաստաթուղթ ցույց տամ, որը որ ամսի 20 մի վարքյան, որը որ ամսի 21-ով է արդեն նույն տեղեկությունը, նույն պնդումը անում եւ ինձ հետաքրքիր է հիմա ով պետք է ումից ներողություն խնդրի եւ ընդհանրապես ես կարծում եմ որ այդ ամեն ինչը շատ զվարճալի է եւ իմ համար ես իմ զվարճանքների համար ներողություն չեմ խնդրում եւ խնդրում եմ իմ ու Նարեկ Կարապետյանի հարաբերությունների մեջ չխառնվել դե վերջացրեք բա ինչ մասը բայց գիտես ինչ մարդկանց հիմա եթե հետ տանք հիմա եթե քո հարցը հետ տանք դու հիմա ուրիշ բան ես ասում ուրիշ բան դու ինձ մեղադրում ես նայ դու խոսքսկսում ես ասում ես դուք տեղեկություն եք տարածել հիմա ասում ես դուք տեղեկությամբ եք կիսվել լսի եթե ոչ ես բարախաղի մեջ չեմ մտնում եթե ես տեղեկատվությունը կիսվում եմ ինչպես դու ես կիսվում կթողնես ես վերջացնեմ այո, ձեր կայքերից մեծ բանակ ունեմ։ Ուրեմն դուք ասում եք, որ ես տեղեկություն եմ տարածել եւ որը չի հաստատվել, որը սուտ է, որովհետեւ ես կարծում եմ, որ քննչականը ձեզ պետքա հրավիրի եւ հարցնի, դուք որտեղից տեղեկություն եք, որ չի հաստատվել։ Գործը հետ տվեք նայեք։ Հերքվել է դա Ռուսաստանի Դաշնությունից, հերքել են այդ Հարգելիս, եթե ձեր համար Ռուսաստանի Դաշնությունը վերջին իմաստությունն է, իմ համար Հայաստանի Հանրապետությունն է վերջին իմաստությունը։ Դե ես այն տեղեկությունը ինչ որ ունեմ, ես հրապարակել եմ, որը որ ես տեսել եմ, բանի մեջ, համացանցի մեջ, նաև տեղեկություն կա, որ Սամվել Կարապետյանը FSB-ի աշխատակից է, դա հերքվել է։ Հիմա կգնաս, Սամվել Կարապետյանին կտենաս, շատ դանդաղ հարց կտաս, որտեղ ինքը դանդաղ է խոսելու, կհարցնես, կասես, այնուամենայնիվ դու FSB-ի աշխատող եղել ես 2000 կամ 1900 թվականին։ Կգնաս իրադարձություն։ Սամվել Կարապետյանի Ոչ, իմ ու Սամվել Կարապետյանի հարաբերությանը մեջ կմտնես, Նարեկի հետ մի մտի հարաբերությունը։ Ոչ, Նարեկ Կարենովիչը եւ Ալեն Ռոբերտովիչը երբ խոսում են անհրաժեշտության դեպքին Սամվել Կարապետյանի հետ հաշվի առնելով որ ինքը մեծ ստախոս է, կարող ես գնալ հարցազրույցանից։ Մյուս անգամ հիմա կգնաս հետ կտաս քո հարցը եւ երրորդ հարցը կհամեմատես իրար։ Ինչ կա, ես կպետք է ներողություն խնդրեմ, եթե դու ասում ես դու քո տեղեկություն կիսվելու համար ներողություն խնդրում ես, հարց եմ տալի։ Այն բոլոր տեղեկությունների համար, որ դու կիսվում ես եւ պարզվում է որ դա ճիշտ չի կամ ընդհանրապես չի երկում կամ ներողություն խնդրում ես։ Ինչ տարածած լինես տեղեկություն, դու տեղեկություն պետք է փոխանցես, դու ոչ թե պետք է տարածես։ Այսինքն եթե դու մեկին հարց ես, կգնաս հարցերիդ համար ներողություն խնդրես ուրեմն։ Բա ինչի՞ է ինձ հարց չի կարելի տալ, քեզ կարելի է։ Բայց Սիմոնյան, հիմա ինչ դաշտ եք դուք մտել։ Տանում եմ այն դաշտ, որ դուք մանիպուլյացիա, իսկ դուք լրագրող եք։ Չեմ տեսնում։ Չեք տալիս։ Դուք խնդիր չեք ներառում, դուք սպասարկում եք կոնկրետ շահեր, կոնկրետ դու չէ, բայց դուք սպասարկում եք կոնկրետ շահեր, Հայաստանի Հանրապետությունում կա մի քանի լրատվական, մնացածը բոլորը սպասարկում են Քոչի, բանի Սերժի, Սամոյի, այն մյուսի շահերը եւ հիմնականում դրսից եկած շահերը, սպասարկում եք, հերիք չի ես սա պահեմ։
Անդրանիկ Թևանյանի վերաբերյալ, քանի որ նշվում է, որ փակ լսումների ժամանակ է տեղեկատվությունը արտահոսել։ Ըստ ձեզ, ովքեր են այդ տեղեկատվությունը դուրս հանել, որ Անդրանիկ Թևանյանն էլ ենթադրաբար հավաքվել է Ես կասկածներ ունեմ ոնց ա եղել։ Ես իմ անձնական կասկածներն ունեմ, չեմ ուզում կիսվեմ այդ կասկածներով, բայց ես կարծում եմ, որ ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ հանցագործություն արած մարդը պետք է մեծ ու շատ դաժան պատասխանատվություն կրի, որտեղ մեր երկրի դեմ շպիոնաժ անելը ամենավատ բաներից մեկն է, որ կարելի է անել։ Փորձում եք ժեստ անել Զելենսկին, որպես եք այն մարդը, ով գնացել էր Դոնբաս, մենք իր հետ այսպես ենք։ Ես վստահ եմ, որ Զելենսկին չգիտի, որ նման մարդ գոյություն ունի մոլորակի վրա։ Ես վստահ եմ, որ նման, դուք լուրջ եք ասում, դուք տենց մտածում եք, տենց Զելենսկին նստած մտածում է Ռուսաստանը, Ադրբեջանը դրոններ եկավ, Մոսկվան, բան մեկ էլ Անդրանիկ Թևանյանի հարցը։ Անդրանիկ Թևանյանի մասին իր վակում չգիտեն, որ ինքը գոյություն ունի։ Ինքը ասեն, այդ սենց գնալ, գիտեք ինչն է հաճելի էս ամեն ինչի մեջ, որ սենց մեծ խոսալու են հեսա, այդ Անդրանիկ Թևանյանները, իրան նկարող նախկին падգամավորը, իրանց թիմի անդամները, սենց դոշեր հայտարարություններ են բանաները տարածել, սենց էթալու են տլպ ու գլխի վրա հագնել։ Այդ ժուչոկները ոնց որ դուրս են եկել ազգային ժողովից, էլ չեն աշխատում ազգային ժողովում։ Պատասխանեցի, հասկացաք ինչ եմ ասում։ Ասում եմ այդ ժուչոկները էլ ազգային ժողովում չեն աշխատում։ Ասում եմ այդ ժուչոկները չեն աշխատում էլ ազգային ժողովում։ Կիմանաք էլի։ Հա, հեսա։ Դուք չեք հասկանում, ասում եմ, թող անեն հայտարարություններ, թող Ծառուկյանը հայտարարություն անի, Բարգավաճը հայտարարություն անի, մնացած հայտարարություն անեն, եւ հետո սենց կամած գործի բաները, երբ որ կբացահայտվի, այսենց